Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում շինարարական եռուզեռ է։ 1450 գծամետր երկարությամբ փողոցի հիմնանորոգումը կատարվում է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով։ Այն ներառում է նաև երկկողմանի մայթերի կառուցում, ջրահեռացման և արտաքին լուսավորության ցանցի անցկացում և հողապաշտպան հենապատի մի հատվածի հիմնանորոգում։ Ժամանակ առ ժամանակ մենք փոսային վերանորոգումներ ենք արել, բայց արդեն հասել էր մի պահ, երբ պետք է մենք հիմնովին վերանորոգեինք այս ամբողջ փողոցը, բացի դա նաև քաղաքի գլխավոր մուտքն է, փորձում ենք նաև գեղագիտական տեսքը փոխենք քաղաքի։ Սրան զուգահեռ մենք նաև ծրագրի ավարտից հետո կանաչապատման ծառատնկման աշխատանքներ ենք իրականացնելու։ Փողոցի և ենթակառուցվածքների շինարարությունը մեկնարկել էր անցյալ տարվա նոյեմբերին, ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։ Որոշ հատվածներում մայթերն արդեն սալիկապատվում են, լուսավորության ցանցը հիմնականում անցկացված է, աշխատանքների ավելի քան 50%-ը կատարված է։ Հողային աշխատանքներ են կատարել 40-ից 50 սանտի գրունտի հանում, հարթեցում, հետո ավազակոպչի շերտի տեղադրում 12 սանտիմետր, 20 սանտի շեբինի տեղադրում C5 և 10 սանտի ասֆալտբետոնյաց շերտ։ Տեղադրել ենք մայթի երկկողմանի բաքեր։ Մինչև փողոցի հիմնանորոգումը համայնքի միջոցներով և բնակիչների աջակցությամբ նորացվել է կոյագիծը, տեղադրվել են դիտահորեր, այսպիսով նվազեցրել են հիմնանորոգված ճանապարհի հետագա քանդման հավանականությունը։ Բնակիչները ոգևորությամբ են հետևում շինարարությանը, տեխնիկայի աղմուկից, փոշուց և այլ անհարմարություններից հետո բարեկարգ ենթակառուցվածքներ են ունենալու։ Շատ վատ վիճակ է, շատ վատ վիճակ։ Փողոցները քանդված, սաղ ջրափոսեր էր լիքը, ջրերը չկար, կանալիզացիա չկար, այս կանալիզացիաները սաղ վերանորոգեցին, սարքեցին, թազա ռուբաներ գցեցին, այս լուսերը տեղադրեցին գիշերային, շատ բարեկարգեցին, շատ լավ օգնություններ արեցին, շատ լավ վերակառուցեցին, շինեցին, սարքեցին։ Այս 35 տարի է մենք ստեղ, մենք այս ձևից չենք տեսել։ Առայժմ տենում մենք գրիս, ինչ գործեր ա գնում, մի երկու ամսից հետո դուք գաք կնայեք, տեսեք ինչ գործեր արված։ Մենք մենք ամենը ձե բան չենք տեսել։ Նախքին վիճակ չի եղել, ինչ վիճակ։ Ես մտան չի կարող դուրս, մեքենան չեմ կարողացել փայտը բերեմ իմ տուն։ Հիմից ասեն ցարկել եմ, որ փայտը կարամ ազատ տանեմ մեր տուն։ Փողոցի և մյուս ենթակառուցվածքների շինարարությունը 55%-ով կառավարության և 45%-ով համայնքի ներդրմամբ է իրականացվում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։